Բարի և ֆուշնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հայր Աստված, խնդրում եմ, որ հպվես յուրաքանչյուրիս, հպվես իմ ընտանիքի բոլոր անդամներին, իմ հարազատներին, ամեն լսողի անապաշխար ընտանիքի անդամներին և յուրաքանչյուրիս անգամ բոլոր նրանց, ովքեր քրիստոնյա են Տեր, որպեսզի մենք մեր մեղքերի համար վշտանանք, որ մեղք ենք գործել քո համար և ոչ թե դրանց վրա մեր վրա գալիք դատաստանի համար վշտանանք, որ մեր մեղքերի համար ապաշխարենք, այլ ոչ թե դատաստանի համար քո սուրբ անունը հայհոյենք։ Օգնիր Տեր Աստված մեզ հասկանալ ու ընդունել, որ մենք անարգել ենք քո կարգն ու կանոնը, որ մենք անարգել ենք օրիգինալ դիզայնը քո օրենքն ու պատվիրանները և չարաշահել ենք քո սերը և թող այս ամենը մեզ բերի ապաշխարության, կյանք տվող ապաշխարության, այս ամենի հասկացողությունը թող հալեցնի մեր կարծրացած սրտերը Տեր, բացի մեր հասկացողությունը Տեր Աստված թող մենք չլինենք մարդիկ, որ ցավում ենք մեղք գործելու համար, բայց չենք խոստովանում այդ մեղքերը, չենք սգում այդ մեղքերի համար, չենք ապաշխարում դրանց համար ու չենք պատերազմում դրանցից ազատվելու համար, դրանց դեմ։ Հիսուսի անունով եմ աղոթում Տեր, խնդրելով քո օգնությունը, ողորմություն եմ խնդրում ամեն մեկիս համար Տեր, օգնիր մեզ, ների՛ր մեզ, հպվիր մեզ, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա եկեք վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի մեկնաբանության ու ընթերցանության շարունակությանը։ Նախկին 2 օրը մենք խոսել ենք սրտի մոդելի մասին, որը շատ կարևոր է, որ դուք լսեք։ Իսկ երեք մենք ամփոփել ենք դա։ Սրտի մոդելի հետ ես նաև ուղարկել էի նկարը, YouTube-ում էլ վիդեոն այդ նկարով էր դրած, որպեսզի այդ մոդելը տեսնեք, հասկանաք, որտեղ շատ կարևոր է ինքներս մեզ քննելու համար։ Նախկին բոլոր դասերը կխնդրեի, որ լսեիք, որպեսզի համամասնական ու համաչափ ձևով լինի այս ամբողջ գիտությունը, որ տրվում է մեզ Աստծո ողորմությամբ։ Իսկ այսօր 5-րդ գլխին ենք անցնում և խոսելու ենք կռապաշտության գործընթացի մասին, կռապաշտության պրոցեսի մասին։ Սա ևս ունի դիագրամ, նկար, որը ես կկիսվեմ և Messenger-յանի խմբում և YouTube-ում էլ էլի որպես նկար կդնեմ վիդեոյի վրա, որպեսզի կարողանաք հետևել և օգտագործել։ Կռապաշտության 7 փուլերը։ Կռապաշտության գործընթացը հոսուն բան է, այն քարացած ու վերջնական տեսք չունի, այսինքն կռապաշտության պրոցեսը մշտապես գործում է մեր սրտերում։ Այնուամենայնիվ, կռապաշտության գործընթացը հասկանալու համար հեղինակը այն բաժանել է 7 փուլերի։ Այս 7 փուլերը տարբեր առանձին փուլեր չեն, նրանք միախառնվում են, այսինքն մի փուլը չի վերջանում, հետո մյուսը սկսվում։ Համենայն դեպս սա կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես է աշխատում մարդու սիրտը, խոսքը ֆիզիկական սրտի մասին չի, և կռապաշտության այս գործընթացը նկարագրված է Հակոբոսի նամակում, Նոր Կտակարանից։ Մարդու սրտում բաներ են տեղի ունենում, երբ ցանկությունները ծնում են մեղք և երբ մեղքը հասունանում է, հանգեցնում է մահվան։ Հեղինակը փորձել է մարմնավորել կռապաշտության գործընթացը և մեզ ավելի հստակ պատկերացում տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ ցանկությունները դառնում են կռապաշտ։ Նախ կարդանք Հակոբոս նամակի 1 գլխի 14-ից 15 խոսքերը, որտեղ սրա հիման վրա է նա ստեղծել այդ 7 փուլերը։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։
այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Եկեք նորից կարդանք։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով, այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Ուրեմն Հակոբոսի այս խոսքերը դիագրամի կենտրոնն են, սա է այս դիագրամի հիմքը։ Եվ 7 փուլերը սրանք են. տրփանք ուժեղ ցանկություն, առաջին փուլ, երկրորդ փուլ որոշում, երրորդ փուլ պահանջ, չորրորդ փուլ ակնկալիք, հինգերորդ փուլ հիասթափություն, վեցերորդ փուլ պատիժ, 7-րդ փուլ մահ։ Եվ հիմա այս process-ի բաղադրիչներին առանձին նայենք, քննենք ու հասկանանք։ Ուրեմն առաջին փուլը այդ կռապաշտության process-ի ցանկասիրություն, տրփանք, տենչանք, ուժեղ ցանկություններ, այդ ուժեղ ցանկությունները հայերենում մենք տարբեր բառեր ենք սրա համար օգտագործում, անգլերենում այն կոչվում է lust, սրանք սովորական ցանկությունները չեն, այլ իրենք շատ զորավոր ցանկություններ են։ Տրփանքը, տենչանքը, այս ուժեղ ցանկությունները զորավոր ցանկություններ են։ Հեղինակը այստեղ համեմատություն է բերում ԱՄՆ-ի կոնգրեսում օրենքը ընդունելու ընթացքը, որպեսզի մենք ավելի հեշտ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր ու Աստծո միջև, երբ ունենում ենք այս ուժեղ ցանկությունները։ Երբ կոնգրեսը ընդունում է որևէ օրենքի օրինագիծ, այդ օրենքի օրինագիծը տարվում է երկրի նախագահի, պրեզիդենտի մոտ նրա ստորագրության համար։ Երկրի նախագահը իրավունք ունի ստորագրել օրինագիծը և դրանով ցույց տալ, որ համաձայն է այդ օրենքի հետ, և այդ օրինագիծը դառնում է օրենք։ Եվ երկրի նախագահը նաև իրավունք ունի հրաժարվել օրինագծի ստորագրումից, քանի որ նախագահը ինչ-որ պատճառով չի կարծում, որ այդ օրինագիծը լավ օրենք կլինի երկրի ու ժողովրդի համար։ Եվ պրեզիդենտի այդ չստորագրելը կոչվում է վետո դնել, վետո։ Երբ օրինագծի վրա վետո է դրվում, այդ օրինագիծը օրենք չի դառնում։ Հիմա հասկանանք մեր ու Աստծո միջև այս վետոն ինչպես է գործում։ Հիմա Աստված էլ մեր նախագահն է, մեր թագավորն է, հատկապես եթե ասում ես քրիստոնյա ես, չնայած անգամ եթե քրիստոնյա չես ընդունում Աստծուն, չի հերքում այն փաստը, որ նա թագավորն է ողջ արարչության։ Երբ մենք մտածում ենք մի բանի մասին կամ մեկի մասին, որ շատ ցանկանում ենք, այդ տրփանքը, Աստված իրավունք ունի մեր ցանկության վրա վետո դնել։ Աստված մեր ցանկությունների նախագահն է, մեր ցանկությունների պրեզիդենտն է, բայց Աստված սա չի պարտադրում մեզ։ Փոխարենը Աստված տալիս է մեզ ընտրություն, թույլ տալու իրեն զննելու, քննելու այն ամենը, ինչ մենք ցանկանում ենք, ինչ մենք անում ենք։ Այսինքն Աստված ասում է. դուք ընտրեք, ինձ թույլ կտաք քննեմ ձեր ցանկությունները, ձեր արածները, թե ոչ։ Սա միայն տեղի է ունենում այն դեպքում, երբ մենք չենք ապստամբում Աստծո վետոյի իրավունքի դեմ։ Այսինքն, երբ որ մենք չենք ապստամբում Աստծո վետոյի իրավունքի դեմ, մենք թույլ ենք տալիս, որ Աստված քննի մեր ցանկությունները, մեր արածները, մեր որոշումները եւ ասի այո կամ ոչ, ու մենք էլ ըստ այդմ ենթարկվենք ըստ Աստծո ասածի։ Իսկ եթե մենք ապստամբում ենք Աստծո դեմ ու չենք ցանկանում, որ Աստված զննի մեր ցանկությունները, մեր արարքները ու վետո դնի դրանց վրա, այդ դեպքում մենք ամեն ինչ հետ ենք պահում Աստծուց, թաքցնում ենք ոնց որ, եւ թույլ չենք տալիս Աստծուն մեզ ոչ ասել։
Ու այսպես այս դեպքում մենք ցույց ենք տալիս, որ չենք վստահում Աստծուն եւ ավելի շատ ինքներս մեզ ենք վստահում։ Մենք մեր ցանկությունները վերցնում ենք մեր ձեռքերի մեջ ու պինդ փակում մեր բուրը, մեր ձեռքերը, որ հանկարծ Աստված մեր ձեռքից այն չվերցնի։ Մենք մտածում ենք ու հավատում ենք, որ այն, ինչ մենք այդպես ցանկանում ենք, պետք է ունենանք։ Նման ցանկությունները կոչվում են ցանկասիրություն, տրփանք, տենչանք, փափագ, ուժեղ ցանկություններ։ Ինչպես ասեցի, անգլերեն մի բառով դա կոչվում է lust։ Երկրորդ փուլը կռապաշտության process-ի որոշումն է։ Երբ մենք մեր ցանկացածը վերածում ենք ցանկասիրության, տրփանքի, տենչանքի, ուժեղ ցանկությունների, դա սովորաբար այն պատճառով է, որ մենք հավատում ենք այն բաներին, որոնք ճիշտ չեն։ Մենք ստի ենք հավատում։ Եթե մենք հավատայինք բաների, որոնք ճշմարիտ են, մեր ցանկությունները հիմքեր չէին ունենա արմատավորվելու, աճելու եւ ավելի զորանալու ու շատանալու։ Մենք կիմանայինք, որ ավելի խելամիտ է իմաստություն փնտրել, հասկանալու համար, թե որն է լավագույնը, որ ավելի խելամիտ է Աստծո կամքը փնտրել, քան մերը։ Մենք կիմանայինք, որ խելամիտ է հրաժարվել այն բաներից, որոնք լավ չէ, որ մենք ունենանք։ Մենք այս որոշման, այդ սուտ բաներին հավատալու մասը կտեսնենք մյուս փուլերում։ Ցանկասիրությունը, տրփանքը, տենչանքը, ուժեղ ցանկությունները, փափագը կարող են զարգանալ միայն այն սրտում, որը չի վստահում Աստծուն։ Ցանկասիրությունը, տրփանքը, տենչանքը, ուժեղ ցանկությունները, փափագը կարող են զարգանալ միայն այն սրտում, որը պաշտում ու երկրպագում է իր ցանկացած բանը, ավելի քան թե նա երկրպագում ու պաշտում է Աստծուն։ Եթե նախկին դասերը լսեք, կհասկանաք, թե ինչ է երկրպագությունը եւ ինչպես է երկրպագությունը խեղաթյուրվում։ Այսպիսով, այս կռապաշտության գործընթացում մենք հավատում ենք ստերին եւ ոչ ենք ասում Աստծուն։ Մենք Աստծուն դուրս ենք թողնում այս ընտրության ընթացքից, այս որոշման ընթացքից, ու իրականում մենք արդեն որոշել ենք, որ ամեն գնով հասնելու ենք մեր ուզածին։ Կռապաշտության գործընթացի երրորդ փուլը պահանջի փուլն է։ Այս փուլում մեզ համար շատ կարևոր է արդեն դարձել այն, ինչ ուզում ենք, այն արդեն գերկարևոր է դարձել։ Դա այն է, ինչ Հակոբոսը նկատի ունի, երբ ասում է, որ ցանկությունը հղանալով ծնում է։ Այսինքն, ո՞նց է կինը 9 ամիս հղի լինում, որպեսի ծնվի, հա? Այ մեր ցանկությունն էլ այդ աստիճան մեծացել է, ուռճացել է, որ պետք է ծնի։ Եվ ինչա ծնում? Մեղք։ Ծնվում է այդ չակերտավոր Աստվածը, որը մեզ մեղքի մեջ է գցելու։ Այն պահանջը, որ մենք ներկայացնում ենք մեր ուզած բանին, այն վերածել է չակերտավոր Աստվածի։ Այսինքն մեր ուզած բանը դարձել է Աստված մեզ համար։ Իրական Աստված դադարել է արդեն մեր կյանքում գործել այդ իրավիճակում։ Հակոբոսը չի օգտագործում Աստված բառը այստեղ փոքրատառով Աստված, հա, բայց կարծում եմ, որ դա ենթադրվում է նրա ասածից, ասում է հեղինակը։ Ինչպես ես ասեցի, Հակոբոսը իրականում օգտագործում է մեղք բառը։ Հակոբոսը ասում է. յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբելով, այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում։ Ուրեմն մենք այս էտապի մեջ ենք գտնվում։ Արդյունքում մենք զարգացնում ենք մեր ուզած բանի նկատմամբ աճող պահանջը մեր մեջ։ Հա, որոշումից անցել ենք պահանջի մասին։ Հիմա այդ պահանջն է մեր մեջ մեծանում։ Մենք կարծում ենք, որ մենք պետք է այդ բանը ունենանք։ Մենք պետք է ամեն բան անենք այդ բանը ձեռք բերելու համար, ճանապարհ գտնելու։
ու դա անելու համար մենք ընկնում ենք փնտրտուքի մեջ, հա, մինչև գտնենք այն կուռքին, որն ինչ որ մեկն է կամ մի բանն է, որը ներկայացնում է մեր ուզածը եւ կարող է տալ մեզ մեր ուզածը, ապահովելով մեզ մեր ուզածով։ Այդ կուռքը, այդ մարդը կամ բանը դա այն միջոցն է, որով մենք կարող ենք ստանալ այն, ինչ ցանկանում ենք։ Երբ մենք գտնում ենք մեկին կամ առարկային, որ մեզ կարող է տալ այն, ինչ մենք ցանկանում ենք, մենք նրան կամ այդ առարկան դարձնում ենք մեր կուռքը։ Ուրեմն, մեր սրտում ծնվեց չաստվածը, հիմա էլ փնտրեցինք գտանք այն մարդուն, այն բանին, որ մեր ուզածը կարա մեզ տա, կատարի, մատակարարի եւ հիմա էլ դրանց դարձնում ենք մեր կուռքը։ Եվ ինչ որ բանի համար այս ինտենսիվ պահանջը հաճախ մենք շփոթում ենք անհրաժեշտության եւ կարիքի հետ։ Ցանկության ուժգնությունը, այս տրփանքի ուժգնությունը ստիպում է մարդուն հավատալ այն ստին, թե իր ուզածը անհրաժեշտություն է, թե դրա կենսական կարիքն ունի ինքը։ Այլ կերպ ասած, երբ մենք ինչ-որ բան այդքան շատ ենք ցանկանում, ինքներս մեզ խաբում ենք, մտածելով, որ դա օրինական կարիք է եւ մենք չենք կարող ապրել առանց դրա։ Այնուհետև մենք մանիպուլյացիա ենք անում, պարտադրում եւ ստիպում կուռքին մեզ տալ այն, ինչ ուզում ենք, լինի դրական թե բացասական միջոցներով ենք պարտադրում։ Մենք կարող ենք պատկերավոր ասել, որ մենք այդ մարդու վրա փորագրում ենք, երբ դա անում ենք, ճիշտ այնպես, ինչպես հին կտակարանի պատմություններում մարդիկ փորագրում էին փայտ ու մետաղ կուռքեր ստեղծելով։ Մենք էլ մարդկանց ու առարկաներին ենք կուռքեր դարձնում մեր մանիպուլատիվ գործիքներով։ Չորրորդ փուլը կռապաշտության պրոցեսի ակնկալիքն է, երբ սկսում ենք ակնկալիք ունենալ։ Մեր այս ցանկացած բանի հանդեպ պահանջի ինտենսիվությունը վերաճում է ակնկալիքի, սպասումի։ Եվ այս սպասումը, այս ակնկալիքը կա, քանի որ կա կեղծ համոզմունք, որ դիմացի մարդը կամ առարկան կարող է տալ մեզ, ապահովել մեզ համար այն, ինչ ցանկանում ենք։ Այդ ակնկալիքը շատ հզոր է եւ տանում է ավելի խորը խաբեության։ Սա հասկանալու համար եկեք նայենք մի իրատեսական, բայց ոչ կյանքից վերցրած օրինակի, հա։ Բայց սա մի իրավիճակ է, որ շատ շատերի տներում է կատարվում եւ ես ներողություն եմ խնդրում այն մարդկանց համար, որ այս օրինակը կարող է ցավ պատճառել, որտեղ իրանք են նման իրավիճակի միջով անցնում, բայց սա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք։ Վերցնենք մի ընտանիք, որտեղ այդ ընտանիքի հայրը սեռական բռնության է ենթարկում իր դստերը։ Դուստրը դարձել է հոր կուռքը, այսինքն հայրը իր դստերը դարձրել է իր կուռքը։ Հոր սրտում տիրող այդ ուժեղ ցանկությունը, որ սեռական բավարարվածության ցանկությունն է, հայրը ցանկանում է սեռական բավարարվածություն ստանալ եւ սա դարձել է նրա սրտում իր այդ աստվածը ճակերտավոր, հա։ Եվ հայրը իր դստերը օգտագործում է որպես կուռք իր ցանկությունը իրականացնելու համար։ Այս հայրը սպասումներ ու ակնկալիքներ ունի ու իր կարծիքով իր դուստրը տալու է իրեն, ապահովելու է իր սեռական բավարարվածության տրփանքը։ Այս հայրը հավատում է մի շարք ստերի, թվենք դրանցից մի քանիսը։ Այս հայրը հավատում է, որ ինքը արժանի է ստանալու սեռական բավարարվածություն, որի կարիքը ինքը խաբտված մտածում է, որ ունի, որին ինքը ձգտում է։ Այս հայրը հավատում է, որ լավ է ու նորմալ է, ընդունելի է, որ իր դուստրը իրեն այդպես բավարարի ու ապահովի իր սեռական բավարարվածությունը։ Այս հայրը հավատում է, որ իր դուստրը կարող է
ի վիճակի է, ցանկանում է, պատրաստ է ապահովել իր սեռական բավարարվածության պահանջ ակնկալիքը։ Սրանք ընդամենը մի քանի ստեր են, որ այս հայրը հավատում է, որոնք բարդացնում են իրավիճակը։ Եվ գալիս է մի պահ, երբ ի վերջո դուստրը դադարում է գոհացնել ու բավարարել այդ հորը, ու դուստրը սկսում է ընդվզել ու դիմադրել հոր ոտնձգություններին ու հարձակումներին։ Դուստրը չի կարող շարունակել բավարարել իր հոր պահանջը սեռական բավարարվածության, քանի որ հոր պահանջը շարունակում է աճել, այն չի վերջանում, այն կանգ չի առնում, այլ գնալով ավելի սարսափելի է դառնում։ Ի վերջո դուստրը էլ ոչ մի միջոց պայքարելու չունի, սպառվել է նրա բոլոր ռեսուրսները։ Եվ գալիս է կռապաշտության պրոցեսի 5-րդ փուլը՝ հիասթափությունը։ Հիշենք, որ սրանք առանձին փոլեր չեն, սրանք միախառնված են, մի քիչ լղոզված է իրանց սահմանները, այսինքն կոնկրետ չի։ Հիասթափության էտապը։ Ի վերջո կռապաշտը հիասթափվում է իր ընտրած կուռքից, երբ այդ կուռքը իր պահանջը, իր ակնկալիքը չի բավարարում։ Այս դեպքում հայրը, որ կռապաշտ էր, որ իր սեռական բավարարվածությունը իր աստվածն էր դարձրել եւ իր աղջկան էլ իր կուռքը, որպեսի ստանա իր ուզածը, հիասթափվում է իր դստեր համագործակցության բացակայությունից։ Հիասթափվում է, որ իր դուստրը ապստամբում է, հակառակվում է։ Իսկ ինչ է պատահում նման դեպքում։ Դա շատ մեծ ցավ ու տառապանք է պատճառում թե կռապաշտին եւ թե կուռքին, թե հորը, թե աղջկան։ Կռապաշտի ակնկալիքները չեն փոխվում, հոր ակնկալիքները չեն փոխվում, նա դեռ ուզում է իր սեռական բավարարվածությունը, բայց կուռքը այսուհետև դիտարկվում է որպես մեկը, ով չի ցանկանում ապահովել այն, ինչ ակնկալում է ու սպասում է։ Այսինքն հայրը իր դստերը նայում է որպես մեկին, ով իր սեռական բավարարվածության պահանջարկը ակնկալիքները չի ապահովում։ Իսկ պահանջները չկատարելը իհարկե պատիժ է պահանջում։ Եվ մենք մտնում ենք 6-րդ էտապի մեջ՝ պատիժը։ Պատիժը կարող է արտահայտվել մի քանի ձևով։ Պատժի այդ ձևերը կարող են լինել կամ բացասական, կամ դրական, բայց երկու դեպքում էլ դրանք միտված են մեծացնելու ճնշումը կուռքի վրա, որ այդ կուռքը ապահովի ու բավարարի կռապաշտի պահանջվածն ու ակնկալածը։ Հոր ու աղջկա օրինակով պատժողը լինելու է հայրը, եւ այդ պատիժով կլինի բացասական թե դրական միջոցներով, նա ճնշում է դնելու իր դստեր վրա, որպեսզի դուստրը կատարի իր պահանջը, իր ակնկալիքը ու բավարարի հոր սեռական բավարարվածության ցանկությունը։ Սա բերում է կռապաշտի կողմից մանիպուլյացիայի, վերահսկման մարտավարության եւ չարաշահման տարբեր ձևերի օգտագործման։ Այսինքն արդյունքը լինելու է այն, որ հայրը սկսելու է մանիպուլյացիայի ենթարկել իր աղջկան, կոնտրոլի մարտավարություն օգտագործել, չարաշահել տարբեր ձևերով։ Սրա մասին մենք վաղը կխոսենք։ Բայց եթե դուք մտածում եք, սա վերաբերում է մենակ սեռական բավարարվածության այս իրավիճակին, դուք սխալվում եք։ Ամեն իրավիճակում, երբ մենք տրվում ենք մեր ցանկություններին, այս ֆորմուլան է գործում։ Այս ֆորմուլան է գործում։ Կարա սա գործի ամեն իրավիճակում։ Ուզում եմ օրինակ մտածել ու այս պահին միտքս չեմ կարողանում բերել, այնպիսի օրինակ, որ ինչ-որ մեկին չվիրավորեմ, ցավ չպատճառեմ, բայց ինքներդ վերցրեք օրինակներ ու տեսեք, թե ինչպես է սա գործում։ Իսկ սրանով ես այսօր կավարտեմ։ Ամեն։